ճանապարհ ընկանք։ Եթե սովորաբար ճանապարհ ընկնելիս չգիտենք, թե որտեղ ենք կանգ առնելու, որտեղի հայերի ուժի մասին ենք պատմելու, ապա այս անգամը տարբերվում է։ Գնում ենք նպատակաուղղված։ Շատին գյուղ ենք գնում, ավելի ճիշտ վերադառնում։ Վայոց ձորն անդնդախոր ձորերի ու երկնաքերց լեռների թագավորություն է։ Լեռները ճեղքած ասֆալտե ճանապարհով սլանում ենք այնտեղ, որտեղ քաջասիրտ ծաղիկն արևին ողջույն ասելու համար նույնիսկ քարերի միջից է հայտնվում։ Արդեն շատին գյուղում ենք։ Այս անգամ գյուղում անծանոթի պես չենք շրջում, քանի որ շաբաթներ առաջ հենց այս գյուղում էինք նոր տարվան բարի գալուստ ասել։ Տեղանքը դեռ նախորդ այցելությունից է տպավորվել մեր մտապատկերներում։ Լեռների գրկում ապրող շատինում հաճախ են քարաթափման դեպքեր լինում։ Լեռները բարկանում են ու քարերն է տուն Վայոց ձորերն ի վար։ Ասում են կար ժամանակ, երբ Վայոց ձորին հատուկ էին ուժեղ եւ հաճախակի ցնցումները։ Պատմիչ Կիրակոս Գանդակեցին, անդրադառնալով 735 թվականի ավերիչ երկրաշարժին գրում է. 40 օր երկիրը ցնցվում էր։ Այդ երկրաշարժի պատճառով շատ բնակավայրեր ավերվեցին։ Պատմիչի կարծիքով հենց այս պատճառով էլ տեղանքը կոչվեց Վայոց ձոր, այսինքն վայրի ձոր։ Վայոց ձորի բնակիչներից շատերը այստեղ են եկել Իրանի Խոյ եւ Սալմաստ գավառներից։ Այստեղ մենք ծանոթ ենք ոչ միայն տեղանքին, այլև արդեն լավ բարեկամներ ունենք։ Այս անգամ էլ մեր ուղեկցի պաշտոնը ստանձնում է մեր սիրելի Անահիտը։ Առաջին հերթին առանց ժամանակ կորցնելու խնդրում ենք մեզ վանքի մոտ ուղեկցել։ Թեև նախորդ այցելության ժամանակ չէինք կարողացել վանքը տեսնել, բայց ներքին մի ուժ անընդմեջ մեզ կանչում էր դեպի բարձունքներ, դեպի Շատին վանք։ Մեզ համար ուխտագնացություն համարվող այս ճամփորդությանը մի խումբ շատինցիներ միացան։ Վանքի պարիսպներն արդեն իսկ խոստումնալից են, նույնիսկ գրեթե ավերված պարիսպները պաշտպանվածություն ու ամրություն են հաղորդում տեղանքին։ Տեր Աստված, միայն այս բացականչությունն էր տեղին, երբ տեսանք այն, ինչ մնացել է Շատինի վանական համալիրից։ Տեր Աստված, դժվարանում եմ բնորոշել առավել բացականչությունը վերաբերում էր այն ցավին ու ափսոսանքին, որ երբեմնի հզոր համալիրը խոնարհված է, թե դա հիացմունքի ու ապշանքի բացականչություն էր, ուղղված այն ճարտարապետներին, շինարարներին ու քանդակագործներին, ովքեր մտահղացել ու իրականացրել էին այս հիասքանչ համալիրի կառուցումը։ Պատմական աղբյուրների համաձայն վանքը հիմնադրվել է դեռ 10-րդ դարում, իսկ ներկա համալիրը հիմնականում վերաբերում է 17-ից 18-րդ դարերին։ Սա վկայված է ինչպես պատմիչների տեղեկություններով, այնպես էլ շինարարական արձանագրություններով։ Վանքն անվանվել է նույն անուն սրբի պատվին։ Գյուղը նույնիսկ նոյեմբերի 7-ին մեծ շուքով Շատի սրբի տոնն է նշում։ Այդ օրն ուխտագնացություն է կազմակերպվում դեպի հրաշք վանական համալիր։ Շքեղ համալիրի շինությունների մեծ մասը կամ ավերվել է, կամ էլ հողի տակ մնացել։ Պահպանվել են ջրաղացի մնացորդները։ Վանքն ունեցել է զարգացած տնտեսական կառուցվածքներ։ Ասում են դեպի վանք 2 խողովակներ են անցկացված եղել։ Մեկով վանքը ջրով է սնուցվել։ Ասում են միաբանությունը շատ անասուններ է ունեցել, որոնցից թարմ կթված կաթն անմիջապես երկրորդ խողովակով վանք է մատակարարվել։
Համալիրն ուսումնասիրողներից շատերը նույնիսկ կարծիք են հայտնել, որ Գլաձորի համալսարանն իրականում հենց Շատինի վանական համալիրում է եղել։ Դեպի հողի տակ մնացած շինություն առաջնորդող փոքրիկ մուտքով մի քիչ դժվարությամբ ներս ենք մտնում։ Մթության մեջ խարխափելով մի հսկայական սրահում ենք հայտնվում։ Ասում են, սա էլ Ճեմարանի լսարաններից է եղել։ Սա Սուրբ Սիոն եկեղեցին է, որ շինարարական արձանագրությունների համաձայն հիմնադրվել է Մահտեսի Հակոբի նույն Հակոբ Ջուղայեցու նվիրատվությամբ 1655-ից 1656 թվականներին։ Պարսպից դուրս գերեզմանատան մեջ կանգնեցվել է 1661 թվականին մի խաչքար, որի վրա եղած արձանագրության մեջ հիշատակվում է նույն Մահտեսի Հակոբի անունը։ Եռանավ բազիլիկատիպ Սուրբ Սիոնի ավագ խորանի պատերը ծածկված են եղել որմնանկարներով, որոնք թեմատիկ բնույթ են ունեցել՝ ոտնալվա, վերնատուն, քարընկեց։ Որմնանկարների գեղեցկության կամ արտահայտչականության մասին դատել դժվար է, քանի որ խոնարհված եկեղեցում որմնանկարները եղծված են։ Շատինցիները հուսով են, որ մի օր մեծ մարդիկ կհիշեն Շատինի վանքի մասին ու կփորձեն փրկել այն, ինչ մնացել է, այլապես եւս մի քանի տարի, եւ այլևս փրկելու ոչինչ չի լինի։ Շատին վանքն ու վանական համալիրի պատմությունն անհուսորեն կոչնչանան ու կթաղվեն այս բարձունքում։ Մինչ մենք տարված էինք հրաշք համալիրի մնացորդների ուսումնասիրությամբ, մեր ուղեկիցները, որոնց թիվն անհամեմատ ավելացել էր, արդեն իսկ ավանդական մատաղ էին պատրաստել։ Շատինցիները մատաղ արած աքլորը առանձնահատուկ ձևով են պատրաստում՝ ձավարով։ Ասում են, որ միայն վանքի հարևանությամբ եփված այս ճաշատեսակն այսպիսի համ ունի։ Եթե նույն մարդը նույն ձևով, բայց մեկ այլ վայրում պատրաստի այս կերակուրը, ապա հաստատ այսքան համեղ չի լինի։ Շատին վանքում նույնիսկ չզգացինք, թե ինչպես ժամանակը սահեց ու արդեն բարձունքն ի վար իջնելու ժամն էր։ Մինչև օրվա ավարտը պիտի հասցնենք տեսնել այն ամենը, ինչ կիսատ ենք թողել նախորդ այցելության ժամանակ։ Նախորդ անգամ Շատինում զբոսնելու ժամանակ հեռվում լեռներում մի քանի քարայծեր նկատեցինք։ Այս անգամ մեր ուղեկիցները մեզ առաջնորդեցին Դիտակետ կոչվող մի վայր, որտեղ հաճախ են գալիս զբոսաշրջիկները հայկական քարայծերով հիանալու համար։ Տարիներ առաջ քարայծերի թիվն այս շրջաններում շատ էր պակասել։ Փառք Աստծո, ձեռնարկված միջոցառումների եւ իհարկե ամենակարող բնության ինքնավերականգնվելու հատկության շնորհիվ քարայծերի թիվն անհամեմատ ավելացավ։
Ցավոք, այստեղի բնակիչները հաճախ են լեռներից կրակոցներ լսում։ Նշանակում է քարայծերի թվի ավելացումը որսասերներին էլ է գրավել։ Այս շրջանում մի պահ թվաց, թե կենդանիների աշխարհի մասին պատմող մի ֆիլմ ենք դիտում։ Ազատության մեջ այսպիսի հեռավորության վրա երբեք վազվզող քարայծեր չէինք տեսել։ Եթե անխիղճ որսորդները շարունակեն զվարճանք փնտրել այս վայրերում, միգուցե հաջորդ այցելության ժամանակ այս հրաշքը տեսնելու երջանկություն այլևս ոչ մեկն էլ չունենա։ Մեր ուղեկիցներից մեկի պարոն Վարուժանի հետ միասին վերջերս պեղված պատմական Եղեգիս գյուղաքաղաքի մնացորդները տեսնելու են գնում։ Մեր թվարկությունից առաջ Վայոց ձորը եղել է պատմական մեծ հայքի թագավորության Սյունյաց աշխարհի գավառներից մեկը։ Միջին դարերում պատկանել է Օրբելյան եւ Պրոշյան իշխաններին։ Լեգենդի համաձայն Պրոշ իշխանը թշնամիների հարձակումներից մեկի ժամանակ իր գանձերը թաքցրել է Վայոց ձորի ձորերում։ Վայոց ձորը կոչվել է նաեւ Եղեգյաց ձոր, Վարդաձոր։ Եղեգիսը 9-ից 17-րդ դարերում պատմական Սյունիքի մայրաքաղաքն է եղել։ Մեր ուշադրությունը գրավեց հատկապես եկեղեցու տանիքի շինարարական ձևը։ Զարմանալի է, թե ինչպիսի ստեղծագործ մոտեցում են ցուցաբերել հայ շինարարները։ Ենթադրվում է, որ բազիլիկ այս եկեղեցին վերանորոգվել է 13-րդ դարում։ Շատինի տարածքում շատ կան նաև մատուռ սրբավայրեր։ Դրանցից մեկի մոտ գնում ենք մեր ուղեկիցներ Անահիտի եւ Վարուժանի հետ։ Այս սրբավայրը Վարդան Մամիկոնյանի մատուռ են անվանում։ Ըստ պատմական տեղեկությունների Ավարայրի ճակատամարտն այս կողմերել է հասել։ Տարածքից գտնվել են բազմաթիվ սաղավարտներ, տարբեր զինատեսակներ, ինչպես նաև մարդկային ոսկորներ։ Շարունակելով Ավարայրի ճակատամարտի պատմությունը մեզ առաջնորդում են մի վայր, որտեղից Անգեղաձորն է երևում։ Ըստ ավանդության Ավարայրի ճակատամարտից 23 տարի անց այս ձորում հայերի եւ պարսիկների միջև բախում է եղել, որի արդյունքում հայկական փոքրաթիվ զորախումբը կոտորվել է։ Ընկածների շարքում գլխավորը Մարտիրե զորավարն է եղել։ Այստեղ է Փոսոյի Սուրբ կոչված մատուռը։ Նկատեցինք, որ մատուռի հարևանությամբ շատինցի մի կին հալվա է պատրաստում։ Պարզվում է, այստեղ նման մի ավանդույթ կա։ Սրբավայրերում մատաղ կարելի է անել նաև հալվայի տեսքով։
Հասկացանք, որ այսքան շրջում են գյուղում, բայց այդպես էլ գյուղի հիմնադրման պատմությունը չիմացանք։ Շտապեցինք Անահիտի տատիկին եւ պապիկին հյուր։ Հաճելի էր Սայրե մայրիկին եւ Քաջիկ պապիկին նորից հանդիպել։ Քաջիկ պապիկը մեծ հաճիկով համաձայնեց պատմել, թե երբ եւ ինչպես Վայոց ձորի լեռնային թագավորությունում Շատին գյուղը հիմնադրվեց։ Եկել են առաջին 5 եղբայր։ Եկել են Իրանից, Սալմաստ գավառից։ 1828 թվին ստեղ ապրիր մի թուրք Հասան անունով, Հասան։ Մեր գյուղը առաջին անուն ելը Հասանի գյուղ։ Մի առ ժամանակ որ ապրես են, բալաս։ Մենք հիմա 16 խոչընդոտությունը լելի կռիվը լել ստեղ։ Կռիվը լելի այդ հայերը թուրքերը մեկին սպանես են։ Երկու կողմի խելոք մարեն ասեն ախպեջան, մեկ Ձեզ հետ մեր ապուպապերի ժամանակ են, մինչև այսօր մեր թուրքերի հետը լավ չէ ելե, այսօր էլ չունեի։ Նոր լեսեն սրանք ասեն ախպեջան, որ դուք էսենցի, դու մնացեք այդ գյուղը հայեր, մեր հետ ասեք գյուլուդուս, վերևնի։ Հասանի գյուղը տարիներ անց բարձունքում թարած Շատին վանքի անունով Շատին կոչվեց։ Գյուղի պատմությունը լսելուց հետո Քաջիկ պապիկին խնդրեցինք պատմել նաև իրենց ժամանակների բարքերի մասին, այն մասին, թե ինչպես էին տասնամյակներ առաջ տղաներն աղջիկներին սեր խոստովանում, ամուսնության առաջարկություն անում։ Իհարկե հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ Քաջիկ պապիկի եւ Սայրե տատիկի սիրո պատմության օրինակով։ Ես դեմ բանակնեկան բալաս, օրեկան դելեկատներ ուղարկել մեր տունը, սրած կողմեն։ Ինչ էր ինչ լման, դուզ ասեմ անչու, դուզ ասող կլող ծակի, այդ երկու կնիկ էր իտյալի, մեկը անձամիմ կերու կնին է, մերը մեր յուշն են, կազներ, կոզասներ, շկա վիրն է կուզել, վիրի չէ կուզելի, դու մի աստ շուետ են բարամ, ճաշն է պաց։ Վերջը խոսակցունով բանելավ, վերին կարուսին իմ կլխին տարեն, չեմ պոշման, այդ ասնու տված ռուզին էլ հետ էր իմ բանի կյանքն հետ էր, իմ ռուզին հետ էր, բասնում պարկ, տվեց 6 երեխա, 4 աղջիկ, 2 տղա, շլի այնպիսի մի բան, որ մարդը կնի մե պստի վիշել էլ է, տես բան գոհություն աշխարհ, անհնարին բանի, ճիշտ է ամս հետո։ Մեր այս պատմությունը տարբերվում է նախորդ բոլոր պատմություններից։ Այստեղ բոլոր հերոսներն արդեն ծանոթ են մեզ։ Մինչ երեկո պիտի փորձենք հասցնել Շատինցի մեր բոլոր բարեկամներին այցելել։ Անահիտն ասում է, որ հորեղբայրն իմանալով, որ մենք կրկին Շատին ենք գալու, որոշել է օղի թորել, որպեսզի մենք թարմ օղի խմենք։ Պարոն Վանուշը օղին կրկնակի է թորում, այսպես եւ համն է ուրիշ լինում եւ բուժիչ հատկություններն են ավելի շատ։ Պատահել այն ձևեմ հիվանդացած են կոկորտով կամ մրսած 4 բաժակ թեոյի խմել եմ 4 բաժակ ամենակիչ քարտինք տվել եմ դες Արավոտն արդեն վերեմ կացել տեսել եմ կամաս առաջին բանը։ Մի հատ էլ արավոտն եմ հարցերելուց հաջորդ օրը ես լրիվ առողջ եմ։ Պարոն Վանուշը օղին երկրորդ անգամ թորելիս նաև մի քիչ կաթ է ավելացնում։ Այսպես նրա օղին անմահական է ստացվում։ Օղի թորելու գործում նրան հաճախ կինն է օգնում։ Երբեմն էլ տիկին Զեփյուրը այս գործը միայնակ է գլուխ բերում։ Օղի թորելը վերջացնելուց հետո շտապեցինք տուն մի քիչ հանգիստ առնելու։ Այստեղ արդեն տիկին Զեփյուրն ու տիկին Ագնեսան հատուկ մեզ համար ավանդական հալվա էին պատրաստում։ Վերջապես համեղ, քաղցր հալվան պատրաստ է։ Այն ընկույզներով զարդարելուց հետո տեսախցիկից այն կողմ կարելի է արդեն համ տեսել։ Գյուղին հրաժեշտ տալու ժամանակն է։ Արդեն հարազատ դարձած մարդկանց ինչ հանդիպում ենք ասում։ Հաստատ գիտենք։
Նորից ենք վերադառնալու, արդեն ոչ թե կիսատ գործերն ավարտին հասցնելու, այլ մեր շատինցի բարեկամներին տեսնելու համար։ Հավատացեք, շատինցիները առանձնահատուկ մարդիկ են, շատ պատվասեր, հյուրասեր եւ ամենակարևորը՝ իրենց հողն ու հայրենիքը սիրող։